Ցեզ մեկ քանիները զորավոր են լուծում գտնելու մեջ։ Հազիվ հարց մլա, ես արդեն 3-4 լուծումի մասին գսկսեմ մտածել։ Աստուծո բարգևն է, բամը չեմ գնարսել, բամը չեմ գնարնել, միտքս ատպես կաշխատի, փոխանակ իրար անցնելու, ամիջապես կսկսեմ լուծումներու ետևը երթալ։ Մարդկային աչքերով կորձի շրջանակները ներս շատ լավ բան է ասիգա։ Ամենահարկի հատկությունները մեկն է, որ կփնտրվի, բայց ցեզիս է հոգևոր կյանքի մեջ ասիգա գրնա ամենավտանգավոր բանը ըլլալ մեզի թեմ, որ կփորձենք լուծումներ գտնել առանց Աստուծո դիմելու։ Եվ ադիգա վերջավորությունը լավ չի վերջանար, ինչպես որ այսօրվա պատգամիս մեջ պիտի տեսնենք, թադավորած 21-րդ գլուխն է, մեգեն 23 համարները, որ պիտի չի գարտամ բավական երկայն է, բայց ընդհանուր քաղաքարը, որ ցեզի դամ այս է, Իսրայելի բոլոր ցեղերը Բենյամինի ցեղին թեմ հարց ունեցան եւ քացին Բենյամինի ցեղին վրա հարցակեցան եւ անոնց փնաչնչեցին, շատ քիչ մարդ մնաց եւ այս բոլորը ընել է վերջը, անդրադարձան, որ մեծ սխալ մի եղավ, Իսրայելի 12 ցեղերը մեկ ցեղը փնաչնչվեցավ եւ ուզեցին լուծում գտնել, թե ինչ կնային անել, որբեսի Բենյամինի ցեղը լման չգործվի։ Եվ այդ լուծումները, որ իրենք որոշեցին մեջտեղ բերել, քանի որ աստվածային լուծումներ չէին, եւ քիչ վերջը օրինակները պիտի բերեմ, իրենց ավելի մեծ հարցերու արժև դրավ եւ ավելի մեծ դժվարություններ հարաճացուց։ Աստադավորած 21-ը Իսրայելի պատմության մեջ ամենաողբերգական թրվակներեն մեկն է։ Քաղաքացիական պատերազմ եղած էր Բենյամինի ցեղին թեմ եւ ճշմարտության մարչև գտնվեցան այն բոլոր ցեղերը, որ մեծ սխալ մըրին Բենյամինի ցեղը այսպես փնաչնչելով եւ փորձեցին շտկել այս հարցը, բայց դժվարությունը այն էր, որ մարդկային իմաստության, մարդկային լուծումներու ետևե երթալով հարցը լուծելու դեղ ավելի բարդություններ հանեցին։ It got more complicated. Փոխանակ Աստուծո իմաստությունը խնդրելու այս հարցի մեջ, որովհետև դժվար հարցն էր։ Սխալը եղավ, okay, հիմա ինչ։ Պիտի շտկենք այս հարցը, բայց շտկելը, երբ որ գործենք մեր կարողություններով, մեր թադողություններով անել, քիծածլանք, որ վերջավորությունը ավելի քեշ պիտի լա փոխանակ ավելի լավի դառնալու։ Եվ այս բարակային կտեսնենք, որ իրենց թադողությունը, որ կործածեցին այս Բենյամինի ցեղին փնաչնչի լուծում գտնելու, փարոյաբես հարցականեր, հոգեորաբես գործանարար որոշումը, որ վերջավորությունը ցույց որ իրական այդպես էր։ Եվ այս հատվածը ինքնին մեզի կարևոր թասմը կսորվեցնե, որ մարդ արարածը չի գրնար հոգևոր կամ փարոյական հարցեր լուծել մարդկային թադողությունով կամ ռազմա հնարքներով եւ Աստված այս բոլորեն դուրս ցկելով։ Անկարելի է, որ շիդակ լուծումի հասնի։ Վերջավորությունը արդյունքը ավելի քեշ կլա, քան թե այն դժվարությունը, որ ունեին, որ գործեին լուծել։ Մեր մարդկային իմաստությունը սահմանափակ է, չափ ունի, բայց Աստուծո իմաստությունն է, որ գադարյալ է եւ երբ որ մարդ արարածը խնդրե Աստուծո ուղղությունը, այն ադեն է, որ լուծումներ մեջտեղ կան, որ բուժում եւ գաստուրում կբերեն, ինչպես որ Իսրայելի ժողովուրդը այս ժամանակին պետք ունեին։ Կարևոր 5 գեդեր կան այս հատվածի մեջ, որ այսօր ծեր ուշադրության կուզեմ հանձնել, որ գրնան օգտակար դառնան մեր ամենօրվա
կյանքերեն ներս։ Առաջին մարդկային լուծումները միշտ վերջավորությունը գործանման կդանի։ Պատճառը մարդկային լուծումները մարդկային թադողությունը սահմանապակ է։ Արագած 14-12 գսե։ Ճամփագա որ մարդուն չի դակ կերևնա, բայց անոր վերջավորությունը մահվան ճամփան է։ Շատ բարձ է։ Մարդուն աչքով դեսած որ իրեն լավ գերեվի, դրամապական է երեսեն, բայց եթե աստուծո իմաստությունը ադոր մեջ չի գա, աստուծո ուղությունը չի գա, վերջավորությունը գործանման կդանի։ Իսրայելի ժողովուրդը խորեցան որ հարցը գլուծեին։ Ինչպես պիտի լուծեին այս հարցը, պիտի արևանքեին սելովի մեջ եղող աղջիկները, ինչ ավոր բան լուծում, անոնց ծնողները ինչ պիտի սեին, երբ որ անոնց արևանքեին, եւ այդ ծևով պիտի նոր սերունդը սկսեին Բենյամինի ցեղին համար։ Գտեսնենք որ մարդ արարածը գարջադես է։ Գտեսնել լուծումը, բայց գարջ ժամանակի համար լավ է։ Երեսեն լավ գերեվի, բայց հետևանքը շատ մեծ դժվարություններ կառաջացնի։ Նայեցեք ինչ կսե Եսայա 55:8-ը։ Քանզի կսե Աստված, իմ խորհուրդներս ծեր խորհուրդները չեն, ու իմ ճամփաներս ծեր ճամփաները չեն գսե դերը։ Հապա որչափ երկինքը երկրեն բարձր է, այնչափ իմ ճամփաներս ծեր ճամփաներեն բարձր են, եւ իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն։ Ասի մեկ բան կստագացնե, որ մեր դեսած լուծումները ամիջական պետք են, որ գործենք այդ ամիջական պետքը լեցնել, ամիջական պետքը շտկել, բայց Աստված ավելի մեծ դեսիլք ունի, ավելի մեծ կդեսնե, սկիզբը վերջեն կդեսնե, եւ իր լուծումներն են, որ վերջնական լուծումներ են։ Արագ երթումներ, որ այստեղը ըրին, ասին, երբ որ քնաչինչերին Բենյամինի ցեղը արագ լուծումը այն էր, որ երթում ըրին, որ իրենց աղջիկներեն ոչ մեկը պիտի դան Բենյամինի հարս երթալու։ Եվ ադիգա իրենց արդեն դուրս տրավ այդ լուծումեն։ Եվ հետո որոշեցին, որ պիտի արևանքեն Սելովի աղջիկները, որպեսզի Բենյամինի հարսը լան եւ նոր ցեղ առաջ գա։ Սիրելիներ, ասիգա մեզի ոչ մեկ կերպով գծցնե Աստուծո իմաստությունը։ Գտեսնենք, որ ամեն այս ծրագիրնին, որ մշակեցին, սխալ հիմքի վրա էր։ Գուզեին Բենյամինի ցեղը բահել, նախ ինչու բոլորը ինքնաչնչեցին ուրիշ հարց է, ուրիշ պատկամանոր մասին գրնախոսի։ Okay, դժվարություն առաջ եկավ, գուզեն լուծել, բայց սխալ գերբերու գտիմեն։ Հոգևոր զադորոշում չենք տեսներ։ Շիդագը սխալը զադորոշելու այդ իմաստությունը չենք տեսներ այս որոշումի մեջ, որ Իսրայելի ժողովուրդը արավ։ Եվ առաջին Կորինթացիս 2:14-ի մեջ կսե. Ինչ իսկ շնչավոր մարդը Աստուծո հոգին բաները չընդունիր, վասնզի անոնք իրեն հիմարություն են եւ չի գնար գիտնալ, վասնզի հոգևոր գերբով կքննվին։ Երբ որ մեկը հոգևոր աչքերով չի նայ իր հարցերու, իր լուծումները մարմնավոր պիտի լան։ Գասկած չի գա, ուրիշ ցև չի գա, որովհետեւ մենք մարմնավոր կմտածենք։ Բայց միակ ցևը, որ գրնանք մենք հոգևորապես հարցերու նայել, այն է, որ երբ որ Աստուծո հոգին, որ մեր մեջ կբնակի, անոր դեր տանք, որ անիգա ուղե մեր որոշումները, որբեսի մարմնավոր մղումներով դարված որոշումներ չլան, որոնք գիտենք, որ վերջավորության պիտի ցախողության դանին։ Իսրայելի ժողովրդին այս որոշումը, որ Բենյամինի ցեղը բահեն արևանքելով, արդեն արևանքելը ինքնին սխալ մնե։ Կտեսնեք, որ գուզեն շիրակ դեր մասնել սխալ միջոցով։ Չենք գնար
երբ որ դժվարություններ մեջ ենք, լուծումներ կփնտրենք, չենք կրնար լուծել այդ դժվարությունները առանց Աստուծո եւ այսօր օրինակները մեր սուպիրքի մեջ շատ ունենք, ինչպես Աբրահամ եւ Սարան, գիշեք, զավակ չեն ունենար, ինչը սավ Սարան Աբրահամին սավ Հակարեն զավակ ունեցիր, առանց Աստուծո հարցնելու, առանց Աստուծո ուղղություն խնդրելու եւ խեղճ Աբրահամն ալ մտի գրավ Սարային, ինչպես Աթամը մտի գրավ Եվային եւ քնած զավակ ունեցավ Հակարեն եւ այսօր մինչեւ հիմա դեր Հակարի սերունդը գգրվի Աբրահամի սերունդին հետ եւ պիտի չի վերջանա մինչեւ որ Հիսուս գա եւ ամեն բան գարկի տնե կտեսնեք սիրելիներ չի գրնար սխալ միջոցներ կործածվիլ որբեսի շիդակ լուծումներու հասնի անշուշտ քիչաճսի երթումերին որ պիտի չամուսնանան իրենց աղջիկներեն մեգումը պիտի չդան Բենյամինի ցեղեն մնացածներուն եւ ասիգալ անխոհեմ ուխտ մներ որ ըրին առանց մտածելու անոր հետևանքները Ժողովողի 5:4-6 կսե երբ Աստուծո ուխտն ես զանիգա գադարելը մի ուշացներ քանզի Աստված ամիտներուն չի հաջիր ըրած ուխտդ գադարե ինչ որ Աստուծո ուխտ կնես գսե պետք է գադարես ադիգա եւ եթե չի գադարես թուն քեզի գեցած դեղդ մեղքի մեջ կինես ավելի լավ որ այդ ուխտը չնեիր եւ այսպիսի ուխտը որ Աստուծո ուղությունն ալ չի գա դեսանք որ իրենց ավելի մեծ դժվարության արժեվ փերա հետևանքները որ մարմնե մղված խոստումները կամ ուխտերը հարաճ եկան ավելի մեծ դժվարության մատնեցին եւ Հիսուս ալ այսօր մասին խոսեցավ իր երկրի վրա եղած ադենը որ մենք մեզի ուխտ կամ երթում չնենք որ պիտի չգրնանք այդ ուխտը կամ երթումը կատարել Աստված խոսքերը ավելի հնազանդություն կպահանջի մեզ խոստումները ավելի մեզ հնազանդություն գուզե Առաջին թագավորաց 15:22 մեջ կսե Սամվելը սավ միթե դերոջը արչև ողջագեզներն ու զոհերը դերոջը ցայնին հնազանդություն ունելու չափ հաջոյեն հնազանդությունը զոհեն եւ խոսք մտի գնելը խոերուն ջարբեն աղեգե հնազանդությունը Աստուծո ցայնին Աստուծո ուղղության շատ ավելի լավ է քան թե թյուրաշարժ impulsive որոշումներ առնելն Հոսալ օրինակ ունենք սուպիրքի մեջ նոր գդագարանի մեջ երբ որ Հերովտեսը իր բալադի մեջը իր աղջիկը եկավ բարելու խոսքը սա որ զղջաց հետո սա աղջիկին ինձ մե խնդրե ինչ որ գուզես մինչև թակավորության զգեսը պատրաստ եմ դալու ինչ խոստում ինչ ուխտ հրավիր աղջիկին հետ եւ ինչ եղավ ադոր հետևանքը աղջիկը կնաց մորը մայրը որ գադեր Հովանես մգրդիչը որովհետև Հովանես մգրդիչը միշտ կհանդիմաներ Հերովտեսի որ սխալ էր ածդ այս կնգան է դամստանալով եւ սա աղջիկին կնա որմետ Հովանես մգրդիչի գլուխը բանջե եւ ճիշտ այդպես ալ կդարվեցավ գտեսնեք սիրեներ հաբջեբ թյուրաշարժ անխոհեմ որոշումները հետևանքը լավ չի վերջանար եւ ինչպես էսի այս հարցը լուծելու համար որոշեցին որ իրենք պիտի արևանքեին սելովի աղջիկները շիլակ բաներ ադիգա ոչ սկսան մեղքին հետ խաղալ մեղքին հետ փոխզիչում սկսան անել մեղքի ցևը կործածել որբեսի լավ դեր մասնին գարելի այդ մեկը ոչ երբեք մարմնական կամ ըսկայական որոշումները մարմնականությունով կվերջանան carnal fixes breed carnality Ռոմայցիս 8:6-8 գսե վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն
քանզի մարմնավոր խորհուրդը Աստուծո թեմ թշնամություն է, վասնզի Աստուծո օրենքին չի հնազանդիր։ Մանավանդ չի գնարալ, վասնզի մարմնով եղողները չեն գնար Աստուծո հաջողալ։ Մարմնավոր լուծումը Աստուծո հաջելի չի գնար։ Իսրայելի ժողովուրդը փորձեց դժվարությունը լուծել, ստեղծելով ուրիշ դժվարությունը, որովհետև մարմնավոր ցեմը կորզածեցին։ Մեղքը կորզածեցին, որ շիդակ բանը մեջտեղ կա։ Եվ այս մարմնավոր որոշումը աստվածային բդուղ մեջտեղ չեր գնար բերել։ Մեղավոր միջոցներ չեն գնար արդար արդյունքներ հարաճ բերել։ Հակոբու 1:20 գսե վասնզի մարդուն փարգությունը Աստուծո արդարությունը չի գադարել։ Մարդը չի գնար սխալով շիդակփան հարաճ բերել։ Արևանքել, գոդորածնել սելովի մեջ լուծումը չէր, անիգա մարմնավոր արդյունքներ հարաճ բերավ։ Սխալ ծևերը գաբագանեն շիդակ նպատակները։ Wrong means pollute right intentions։ Գրնա նպատակագետը հոյագա բլալ։ Լավ բան գուզենք մեջտեղ բերել, հարաճ բերել։ Բայց եթե մեղքի միջոցը մարմնավոր միջոցը կգործածվի, անիգա գանարք է Աստուծո եւ վերջավորությունը լավ չի վերջանար։ Աստուծո փառքը, երբ որ պիտի չերևի այդ բոլորին վերջավորության եւ փոխսիչման գտիմենք, գիտենք բամը սխալ գա մեր ռազի մեջ, բայց կփորձենք որ շիդագին հասնել, գիծածլանք որ շիդագին պիտի չգնանք հասնել։ Եվ երբ որ պատմությունը կգարտանք թադավորացի վերջին գլխուն վերջին համարները գսեն ամեն մարդ գներ իր ուզածին պես։ Այս եղավ արդյունքը, որովհետև Աստուծո չի դիմեցին։ Եվ անշուշտ ինչ է լուծումը այս բոլորին։ Լուծումը այս է, որ Աստուծո իմաստությունը պետք է փնտրենք ամեն բանի մեջ, որովհետև ճշմարիտ լուծումը մեր բոլոր հարցերում կգտնվի Աստուծո իմաստության մեջ։ Երկնային իմաստությունը մեզի համար դրամատրելի է։ Հակոբու 1:5 գսե. Իսկ եթե մեկը իմաստութենե բացածը լա, թող խնդրե Աստուծմե, որ ամենուն արադաբես կուտա, ու չի նախադեր եւ անոր պիտի դրվի։ Աստված արադացերն է իմաստություն տալու մեջ։ Բարձաբես մեզի գսե որ խնդրեցեք ինձ մե։ Խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի։ Աստված կխոստանա մեզի իմաստություն տալ, բոլոր անոնց որ իր մեկ խնդրեն եւ կբահանջեն իմաստություն։ Իսրայելի ժողովուրդը այդ մեկը չրավ։ Հենեցան իրենց խորհուրդներուն, իրենց թադողության եւ վերջը լավ չի վերջացավ։ Եթե մենք Աստուծո իմաստությունը խնդրենք, Աստուծո ուզած ծևերով շարժենք, նայեցեք Փիլիպպեցիս 4:6-7 ինչ կսե։ Բանի մամար հոգմինեք, հապ ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով, քոությունով մեկտեղ, ցեղ խնդրանք Աստուծո հայտնի լա։ Հոս է կարևոր մասը։ Երբ որ խնդրենք, լուծումը նայեցեք ինչ պիտի լա։ Աստուծո խաղաղությունը, որ ամեն մտքե վեր է, ձեր սրտեր ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանե։ Աստուծո խաղաղությունը պիտի դիրե մեր կյանքերներս։ Երբ որ կփնտրենք Աստուծո լուծումները, Աստված գուտա մեզի լուծումներ եւ վերջավորությունը խաղաղությունով կվերջանա։ Քրիզները կվերջանան, ամեն բան կվերջանա, ամեն բան կհանդարտի, որովհետև Աստուծո խոստումը մաքուր է, սուրբ է եւ խաղարարար։ Հակոբու 3:17 գսե, բայց վերին իմաստությունը նախ սուրբ է, ետ կխաղարարար, հեզ, հլու, ողորմությունով ու բարի բդուղներով լեցուն, անգողնագալ ու անգեղծ։ Դարբեր, բոլորովին դարբեր մարդկային լուծումներ են։ Աստուծո լուծումը խաղաղություն կբերե եւ անոր հետևանքը շատ լավ կվերջանա։ Աստուծո գերբերը երբեք մեղքին հետ չեն խաղար, մեղքին չեն տպնա, մեղքի մոդեն չեն անցնիր։ Մեղքը այն բանը որ սխալ է, երբ որ գործածենք միջոց մեր հարցերի լուծման, վերջավորությունը միշտ վնասով գել է։
Ուրեմն կարևոր թասեր այսօր եկեղեցին եւ հավատացյալներուս այս հատվածեն այս է սիրելներ մեր հասկացողության վրա չվստահենք չհենենք մեր կարողություններուն մեր թադողություններուն Արագած 3:5-6 կսե քու բոլոր սրտերով Տերոջը ապավինե եւ քու իմաստությանդ մի վստահիր քու բոլոր ջամփաներուդ մեջ զանիգա ջանցիր ու անիգա քու շավիներուդ պիտի ուղե անգլերենի մեջ կսե commit your ways ամեն բան Տերոջը հանցնե եւ երբ որ Տերոջը հանցնես լուծումը շիդակ պիտի կա եւ Սամոս 37-ին կսե Տերոջը հանցնե քու ջամփատ ու անոր հսա եւ անիգա պիտի գադարե դերը շիդակ դերը պիտի հասնե շիդակ լուծումը պիտի դա քու հարցերուդ ուրիշ փամնալ որ սկուշլանք այս Իսրայելի բաթնութենեն մեկ փանալ դուրս կա որ Իսրայելի ժողովուրդը շատ ավանդություններ ուներ եւ գործեին այս լուծումներու մեջ իրենց ավանդության ամենամած շարժին Ասկուշանանք մեր ավանդություններեն որ Աստուծո խոսքին դեղը չառնեն մարդկային ավանդությունները սիրելներ կփարթացնեն հարցեր փոխանակ լուծում տալու եւ այսօր մենք հայերս բարբեդ ենք այս մեկի մեջ ավանդություններու յետևեն երթալու մեկ կողմ թիրաս ավանդությունը Աստուծո խոսքը ավելի լավ լուծում ունի մեզի համար Աստուծո գերբերը միշտ ավելի լավ են ամեն բան է ավելի լավ ավելի բարձր են անգել լավ բան չի գա ինչպես կարդացինք քիչ առաջ Եսայի 59-ին մեջ կսե հաբա որչափ երկինք երկրեն բարձր է այն չափ իմ ջամփաներս ծեր ջամփաներեն բարձր են եւ իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն չեք խորիր որ Աստված լավակույնը պիտի ունե մեզի համար երբ իրեն թիմեն այն բանը որ մարդուն հիմար գերեվին հիմարություն գերեվին Աստուծո զորությունը որ Աստուծմեգու կա մեզի փրկություն եւ մեր հարցերուն լուծում կուտա ուրեմն սիրելներ աստադավորած 21-ը մեզի համար շատ կարևոր թասեր ունի մանավանդ այս թարուս մեջ որ գաբրին որ Աստուծո մարդկային իմաստությունը առանց Աստուծո ուղղության քաոս կստեղծե Իսրայելի ժողովուրդը փորձեց բահել Բենյամինի ցեղը բազմապատկել բայց սխալ գերբերով մեղ կար իրենց ցևերու մեջը եւ ավելի ցավ մեջտեղ եղավ վիշտ մեջտեղ փերավ այդ իրենց լուծումը մեր ցանկերու մեջ մեր ընտանիքներու մեջ մեր եկեղեցի մեջ երբեք սիրելներ չփորձենք լուծել հարցը մեր թադողություններով մեր գարձիկներով մեր քիծածով եւ Աստուծո մեկ կողմ տնենք ամենաաբահով ջամփան միշտ Աստուծո իմաստությունն է Աստուծո իմաստությունը եւ Աստուծո ուղղությունը խնդրելն է միան ինքն է որ գրնա մեզի սուրբ մնացիկ եւ կյանք բարգեւող լուծումներ տալ մեր կյանքի բոլոր դժվարություններին Տերը դարբոր ամեն մեկ որոշում չարած ամեն մեկ լուծում չկդած նախ Աստուծո երթանք եւ իր մեջ խնդրենք այդ լուծումը որ խաղարարար է կյանք ուտա եւ ամենալավ լուծումն է Տերը օրհնե բոլորին